մեջ երեքունին ու քառակուսին, ավակ քառակուսին էր, բարեհամբույր և հաճելի, փոքրի երեքունին, միշտ քշքով, մի օր քառակուսին հարցրեց երեքյունում. Ինչու եք բախտացել Երեքունին բղավում է. Դու ինձնից ավելի մեծ ու լայն ես, ես ընդհանրապես 3 անկյուն ունեմ, իսկ դու դրանից 4։ Եվ քառակուսին պատասխանեց. Եղբայր ես եղնիկ մեծ եմ։ Երեքունին նեղ ձայնով ասաց. Ձեր պարզ չէ, թե մեզ լիծում է ավելի շատ անհրաժեշտ։ Գիշերը, երբ քառակուսին խորը թուն մտավ, երեքյունը բախտելով սեղանից գաղտնիքովի բարձրացավ երկու մոտ և գցրեց նրա անկյունները։ Հեռանալից նա զարմանքով ասաց. Քաղցր երազներ եմ մաղթում։ Ապա իրենից գող գնաց հանգիստ քնելու։ Հա, քնեց քառակուսից կառնանա առանց անկյունների։ Բայց առավոտյան կրծել եղբայրը հասկացավ, որ իր արարքը մեղմ ասած այնքան էլ ճիշտ չէ։ Նա հասկացավ իր կատարած սխալը և զղջաց դրա համար, բայց որքան մեծ էր զարմանքը, երբ առավոտյան քառակուսուն տեսավ այլ կերպարով, նրա մոտ անկյունները ավելի շատ էին, քան 3, ինչ դրանք կտրել էր։ Իսկ հիմա ամփոփիչ հարցեր, դասի ամփոփիչ հարցեր։ Էդգար, որ պատկերն է կոչվում քառանկյուն։ Քառանկյունը կոչվում է այն պատկերը, որը 4 կողմ